Տիկին Բաբայան, կարճ խոսան, որ դու գնալու եք, մենք մնալու ենք հələ էլի։ Այստեղ ճիշտ այն հարցերը տվեց, բայց մի հատ հետ գնանք, մի հատ հարցի պատասխանեք էլի։ Բացօթյա առևտրի հետ կապված ինչ եք նախատեսել անեք, փողոցային առևտուրը վերացվելու է ըստ ձեր նախագծի եւ եթե փողոցային առևտուրը վերացվելու է, այդ առևտրականների համար ինչ եք նախատեսել անեք, իրանց տեղավորել այլ շուկաներում, բացօթյա կլինի թե փակ շուկաներ կլինեն։ Որ այս պահին հստակորտողություններ գործողությունների պլանով մասով առանձնացված չէ, բայց հավանաբար բյուջետային շրջանակում այդ ստորաբաժանումների աշխատանքների և գործառույթների համար համապատասխան ռեսուրսներ են հատկացված և ծրագրային բյուջետավորման շրջանակների երկրորդը գյուղատնտեսական նախագծի բնավաճառը։ Ես ենթադրում եմ սա մասնակիորեն նաև միգուցե նաև ամբողջականոն այդ նշած խնդրի վերացման ճանապարհը եւ ըստ էության դուք նշեցիք բացօթյա Ասեք օրինակ ժամանակի կար Կասյան փողոցում բացօթյա առևտուր շուկա կար, որտեղ ասենք նմանատիպ ինչ որ տեղ լինելու է, որ մարդիկ ես ենթադրում եմ այդպես, որովհետեւ որոշակի պատասխանատու ստորաբաժանման խնդրում այդ ուղղությամբ ջանքերը կենտրոնանալու նաև մեխանիզմ որպես մեխանիզմներից մեկը, որը կնպաստի բացօթյա առևտրի վերացմանը։ Որովհետև եթե այդ մարդկանց գնում հանում են, ասում են դες տեղ տվեք գնանք, նորմալ տեղ առաջարկեք։ Հա։ Դե պետքա դրա վերջը տվասի մի օր էլի։ Չէ։